Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնել է Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ 4-րդ նստաշրջանի լիագումար նիստում։ Վարչապետ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի գործակցության օրակարգը։ Ստրասբուրգում տեղի է ունեցել նաև Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Վերջինս հույս է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում կստեղծվի նոր իրողությունը, տարածաշրջանում էլ կբացվի զարգացման լայն հնարավորություններ։ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս, որոնք ոչ միայն կլուծեն հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև դրական կազդեն օդի աղտոտվածության խնդրի վրա, կայացել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ Ավելի քան 2 շաբաթ է Հայաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, եւ այս տարի նկատվում է առավել մեծ հետաքրքրություն հատկապես խոցելի խմբերի շրջանում։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ պատվաստումները հասանելի են ամբողջ հանրապետությունում։ Այս տարի հոկտեմբերի 4-ին կանցկացվի Արենի գինու փառատոնը, որն արդեն դառնում է զբոսաշրջության կարևոր մաս Հայաստանի համար։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշել է, որ այն մեծապես նպաստում է տեղական տնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնել է Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ նախատեսված է նաև հանդիպումներ։ Սեպտեմբերի 30-ին Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ 4-րդ նստաշրջանի լիագումար նիստում։ Վարչապետ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի պալատում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի գործակցության օրակարգը։ Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Հայաստանի վարչապետը եւ ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր եւ նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում գործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Ստրասբուրգում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Բերսեի հետ։ Վերջինս ողջունել է վարչապետի այցը Ստրասբուրգ եւ ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված ակտիվ եւ արդյունավետ գործակցության փաստը։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր։ Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում նաև ճեպազրույց է տվել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որի ժամանակ անդրադարձել է ամերիկյան պատվիրակության այցի արդյունքներին։ Նշելով, որ քննարկումները կշարունակվեն, սակայն մինչև այժմ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Վարչապետը շեշտել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վարչակազմը շարունակում է ուշադրություն դարձնել TRIPS ծրագրին։ Գործընթացը տեղի է ունենալու դանդաղ, բայց առանց ընդհատումների, վստահեցրել է Փաշինյանը, տեղեկացնելով, որ ներկայում ընթանում են նախագծման ու ֆինանսավորման աշխատանքները։ Այս պայմանավորվածություններով շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, ես կարծում եմ, որ նաև խնդիրն է նա, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց TRIPS ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն է նա, մեր ընկալումն է նա, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատորը ընդեղ է, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, տեն չի աշխատում։ Այս process-ները արագը դանդաղն է առանց ընդհատումների, որտեղ այն ինչ որ փորձենք արագ անել, չի ստացվելու։ Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։
Փաշինյանը անդրադարձել է նաև Նյու-Յորքյան այցին ու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթին, նշելով, որ այդ ամբիոնը նախատեսված է ոչ միայն հարցեր պարզաբանելու, այլև դիրքորոշումներ ձևակերպելու եւ մոտեցումներ ամրապնդելու համար։ Ինչ վերաբերում է նույն ամբիոնից Ադրբեջանի նախագահի հնչեցրած ելույթին եւ այն դիտարկմանը, թե կողմերից միայն Հայաստանն է խոսում խաղաղության մասին, վարչապետն ասել է. Ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված։ Եվ բացի այդ, այնպես չի, որ ես եմ խոսում միայն խաղաղության մասին, Ադրբեջանն էլ ըստ էության խաղաղության մասով այդտեղ տարընթերցում եւ տարբերություն մեկնաբանությունների մեջ չկա եւ որոշակի թեմաների հետ կապված եւ ելի ուզում եմ մենք ճիշտ մոտենանք հարցին։ Տեսեք, դուք ասում եք ՄԱԿ-ի ամբիոնը դառնում է ինչ ասցիք։ Որոշակի հարցեր պարզելու։ ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն, այլ եւ ՄԱԿ-ի ամբիոնը հենց դիրքորոշումները ձևակերպելու, դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու համար է եւ դա նաեւ իմ մոտեցումն ու ընկալումն է։ Հայաստանը հավանություն է տվել Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված փաստաթղթերի մեծ մասին, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։ Սերգեյ Լեբեդևը նաև հայտարարել է, որ բարձր մակարդակով անցկացված նիստին ներկայացված են եղել կազմակերպության 9 մասնակից երկրներ, այդ թվում Հայաստանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով։ Նա միացել է տեսակապով կազմակերպությունը, որևէ կասկած չունի, թե պետություններից որևէ մեկը ցանկանում է դադարեցնել իր գործունեությունը ԱՊՀ-ում, ասել է նա։ Անդրադառնանք այլ թեմաների, Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս, որոնք ոչ միայն կլուծեն հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև դրական կազդեն օդի աղտոտվածության խնդրի վրա։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել է նաև Երևանի դպրոցներում աշակերտների հեռախոսները արգելելու հարցը, ինչի առաջարկում հանրակրթության վարչությունը։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հեռախոսները կարգելվեն Երևանի դպրոցներում։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հնարավոր սահմանափակումներին ծնողները մեծամասամբ կողմ են եղել եւ անգամ խրախուսել են գաղափարը։ 15 նոր աղբատարների ձեռքբերումը նույնպես շատ կարևոր գնում էր, որ մենք այս տարի իրականացրել ենք եւ մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք եւ սա հերթական չափականակն է, որով որ համալրում ենք մեր աղբատար մեքենաների ամբողջական պարկը։ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակումները կիրառել, ապահովելով իրավական հիմքերը։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Ծրագիրն առաջիկա օրերին կուղարկվի դպրոցներ։ Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ այս սահմանափակումը դրական կազդի ուսումնական ամբողջ պրոցեսի վրա։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 15 հատ հովոմակնիշի աղբատար նոր մեքենաներին, որոնք արդեն Երևանում են։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով այսօրվանից կմեկնարկի հանձնման ընդունման գործընթացը։ Որոշակիորեն կկարողանանք սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դասապրոցեսի ժամանակ եւ շատ կարեւոր է երեխաների ընդհանուր դասապրոցեսից շեղվելու բոլոր բացասական հնարավոր հետևանքները, որ ունի բջջային հեռախոսը դպրոցում, դրանցից խուսափելու համար։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում էլ ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս։ Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 միլիարդ դրամ է։ Այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ։ 50 նոր էլեկտրաավտոբուսների գնումը 18 մետրանոց մեր շարժակազմի
ռազմավարական ծրագրի մեր շարժակազմի ամբողջական եւ վերջնական համալրումն է փաստացի, այսինքն մենք դրանից հետո գրեթե ունենք միայն խնդիր թարմացման, որովհետեւ այս 250-18 մետրանոց ավտոբուսներն են, որ պակասում են, որոնք պետք է գան փոխարինելու նախկին մեր հիգերներին եւ ինչպես նաեւ այդ նոր Gazelle City մեր միկրոավտոբուսներին, որոնք որ բարբերաբար նաև տեխնիկական խնդիրներ են ունենում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, այս գնումով ոչ միայն լուծվում է հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև որոշակիորեն լուծվում է օդի աղտոտվածության խնդիրը, քանի որ 250 էլեկտրական ավտոբուսները զրո ազդեցություն են ունենալու օդի որակի վրա։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Ավելի քան 2 շաբաթ է Հայաստանում մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, եւ այս տարի նկատվում է առավել մեծ հետաքրքրություն, հատկապես խոցելի խմբերի, երեխաների, հղիների եւ տարեցների շրջանում։ Առողջապահության նախարարության մասնագետների խոսքով պատվաստումները հասանելի են ամբողջ հանրապետությունում։ 2025 թվականին գրանցվել է բարձր պահանջարկ, մոտ 200,000 դեղաչափ պատվաստանյութ է հատկացվել։ Արդեն 2 շաբաթ է մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, եւ այս տարի, ինչպես նախորդ տարիներին, արկա է պատվաստվելու մեծ հետաքրքրություն, հատկապես խոցելի խմբերի շրջանում։ Այս մասին ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են ամբողջ հանրապետությունում եւ հասանելի են բոլոր առաջնային բուժհաստատություններում։ Պլանային կարգով խոցելի հատկապես առաջնորդություն տալով խոցելի խմբերի ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր անձանց, ովքեր ցանկանում են պատվաստվել գրիպի դեմ անկախ կցագրումից կամ քաղաքացիությունից, կարող են մոտենալ պոլիկլինիկա, բուժհաստատություն եւ պատվաստվել գրիպի դեմ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով սեզոնային պատվաստումների հիմնական նպատակը ռիսկի խմբերի 5 տարեկանից փոքր երեխաների, հղիների, տարեցների, առողջապահական ու սոցիալական կենտրոնների աշխատակիցների պաշտպանությունն է։ Սա թույլ է տալիս նվազեցնել գրիպի բարդացման ռիսկը։ Բաշխված պատվաստանյութերի մոտ 20%-ն արդեն իսկ ծախսվել է, սակայն այս գործընթացը շարունակական է եւ հետեւաբար յուրաքանչյուր անձ, ով դեռ մինչ օրս դեռ չի պատվաստվել, սա այն լուսավոր ժամանակահատվածն է, որ կարող է դիմել եւ պատվաստվել։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնը մեկնարկում է, սկսվում է տվյալ տարվա 40-րդ շաբաթից եւ այս սեզոնին հենց ընդառաջ պետք է պատվաստվել եւ առնվազն գրիպի այս 4 ենթատեսակներից պաշտպանված լինել։ Սվետլանա Գրիգորյանի խոսքով պատվաստումը ոչ միայն պաշտպանում է գրիպից, այլև նվազեցնում է ծանր հիվանդությունների, թոքաբորբի, սրտի կամ նյարդաբանական համակարգերի ախտահարումները, որոնք կարող են առաջանալ գրիպի հետևանքով, հատկապես այն անձանց մոտ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ եւ տարիքային առանձնահատկություններ։ Ըստ մասնագետի պատվաստումից զատ նաեւ կան այլ կարևոր կետեր, որոնք պետք է պահպանվեն։ Կարևոր է պահպանել բոլոր մյուս կանոնները, այն է հիվանդություն գրանցվելիս կամ վատը զգալուց չշփվել այլ անձանց հետ, մնալ տանը, դիմել բժշկի, ինքնաբուժմամբ չզբաղվել, ձեռքերի հաճախակի լվացում, այսինքն ձեռքերի հիգիենայի ապահովումը, փակ տարածքների հաճախակի օդափոխությունը, մասսայական միջոցառումների, զանգվածային միջոցառումներին չմասնակցելը կօգնի հնարավորինս նվազեցնել վարակի տարածումը, ոչ միայն գրիպի, այլ նաև այլ սուր շնչառական վարակների առումով։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ սեզոնային պատվաստումների ակտիվությունն աստիճանաբար ավելանում է։ 2025 թվականին մոտ 200,000 դեղաչափ պատվաստանյութ է հատկացվել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այս տարի հոկտեմբերի 4-ին կանցկացվի Արենի գինու փառատոնը, որն արդեն դառնում է զբոսաշրջության կարևոր մաս Հայաստանի համար։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն է նշել, որ փառատոնը մեծապես նպաստում է տեղական տնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը, ընդգրկելով գինեգործություն եւ էկոտուրիզմ։ Արենի գինու փառատոնը ոչ միայն Վայոց ձորի, այլև ամբողջ Հայաստանի զբոսաշրջության զարգացման նոր ուղղությունն է։ Այս մասին ասել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Նա նշել է, որ զբոսաշրջության կոմիտեն այս տարի աջակցում է 15 փառատոնի իրականացմանը, այդ թվում Արենի գինու փառատոնին, որն արդեն իսկ հայտնի եւ սիրված տուրիստական իրադարձություն է, որը մեծ ազդեցություն ունի ինչպես տեղական տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման վրա։ Մենք կարծում ենք, որ իրադարձային զբոսաշրջությունը լավագույն
լավագույն ձևն է մարզերում հատկապես ներքին եւ ներգնաց զբոսաշրջության զարգացման համար, իսկ Արենի գինու փառատոնը արդեն ունի իր հետագիծը, իր պատմությունը եւ սիրված փառատոներից մեկն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում։ Արենի փառատոն հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը նշել է, որ փառատոնը նպաստել է ոչ միայն Վայոց ձորի գինեգործության զարգացմանն, այլև էկոտուրիզմի ամրապնդմանը։ Երբ որ մեզ հարցնում են, թե ինչ նորություններ է լինելու, ես միշտ ասում եմ նորությունները նա են, որ կարող եք տարեց տարի գալ եւ գյուղը չճանաչել, որովհետեւ այնքան շինարարություններ են այնտեղ գնում, նոր հյուրանոցներ, նոր գինետներ են բացվում, դա են մեր համար ամենակարևոր նորությունները։ Ինչ չլինելու, ինչպես միշտ լինելու են ներկայացված տնական գինի արտադրողները եւ 9 համայնքները, որոնք խոշորացված Արենի համայնքն են ներկայացնում, եւ լինելու է առանձին մեկ հատված զոնա, որը ներկայացված է լինելու գինե արտադրողները, գործարանային գինի արտադրողները։ Արենի զարգացման հիմնադրամի տնօրեն Սյուզաննա Մարգարյանն էլ խոսել է համայնքում զբոսաշրջության զարգացման մասին։ Նա նշել է, որ տարիների ընթացքում համայնքը մեծ աշխատանքներ է տարել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, կառուցելով նոր հյուրանոցներ, բարելավելով ճանապարհները եւ ապահովելով նոր տեսարժան վայրեր։ Փառատոնն այս տարի կիրականացվի 18-րդ անգամ գինեգործության բնօրանում, միավորելով գինեգործներին, գինեսերներին եւ Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։ Միջոցառման նպատակն է զարգացնել համայնքում իրադարձային զբոսաշրջությունը, բարձրացնել գյուղի կենսամակարդակը, նպաստել համայնքի տնտեսական շրջանառությանը։ Այս տարիների ընթացքում համայնքում տեղի են ունեցել զգալի դրական փոփոխություններ։ Միջոցառման շնորհիվ զարգացել է գինու տուրիզմը, բացվել են նոր գինեգործարաններ, ավելացել են գաստրոբակեր։ Արենի համայնքում օրինակ այս տարի ավարտին է հասցվել արդեն մի ողջ Արենի բնակավայրում մի ողջ թաղամասի փողոցների սալիկապատման աշխատանքներ եւ կարծում եմ, որ մյուս տարիների համար ընդլայնվելու եւ քանի որ Արենի գինու փառատոնի մասշտաբներն են ընդլայնվում, ուրեմն այդ փողոցներն կարող են ծառայել նաեւ փառատոնի անցկացման համար։ Փառատոնի աշխարհագրությունը տարիների ընթացքում ընդլայնվել է, ներառելով գինեգործության եւ գաստրոնոմիայի հետ կապված բազմաթիվ նոր տարրեր։ Լուսինե Գևորգյանը եւս կարեւորել է ենթակառուցվածքների զարգացումը, ընդգծելով. Մենք նախատեսում ենք բարելավել եւ զարգացնել ենթակառուցվածքները, ինչպես համայնքի հետ համայնքային կարիքների, այնպես էլ ներդրողների համար, կառուցելով ճանապարհներ, հոսանքի, էլեկտրականության, կոյուղու, ջրի եւ այլ շատ կարեւոր ենթակառուցվածքների լուծումներ ենք տալու, որպեսզի համայնքը բնականon զարգանա։ Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4-ին, այն կմեկնարկի կեսօրին եւ կավարտվի երեկոյան ժամը 7-ին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը եւ Միացյալ Նահանգների նախագահը մամուլի համար հայտարարություններ են կանեն։ Ավելի վաղ Reuters-ը անդրադառնալով կայանալիք հանդիպմանը նշել էր, որ վերջին օրերին արևմտյան տարբեր երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումից հետո Միացյալ Նահանգների նախագահը փորձելու է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինիս համաձայնություն տա Գազայում խաղաղության վերաբերել առաջարկին։ Միջազգային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։
Թողարկման վերջում էլ ձեզ ենք ներկայացնում սեպտեմբերի 22-ից 29-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 23221 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 540 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 448 ոչ սթափ վարորդ, 842 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 701 հանցագործություն, այդ թվում 172 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 93, խարդախության 52, ֆիզիկական ներգործության 48, մարմնական վնասվածք պատճառելու 42, անձնական ունեցվածքի գողության 36, հոգեկան ներգործության 33, նաև մի շարք այլ հանցագործություններ, նախկինում կատարված 23 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 45 հետախուզվող, գտնվել է 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք, 7 օրում գրանցված 95 ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, վնասվածք ստացել 138-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 598 դեպք, 262-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 197, հրդեհի ծագման սպառնալիքի 30, ճանապարհատրանսպորտային պատահարի 52, կենցաղային կանչի 176 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք, փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու։ Փրկարար գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել, քրեական ոստիկանության բացահայտումը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորհաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ եւ դրանք տեղադրելով իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին սեպտեմբերի 19-ին ժամը 13:30-ի սահմաններում Մայրաքաղաքի Գարեգին Նժդեի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած օփելով հանդերձ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 1 եւ 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի 6 փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի 6 փաթեթը ձեռք է բերել Telegram ալիքի միջոցով տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ եւ սպիտակ կպչուն ժապավեններով ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամինի 14 փաթեթ եւ այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը շարունակվում է։ Կիլոգրամից ավելի մարիխուանայի հայտնաբերում Վայոց ձորում, ՆԳՆ ոստիկանության բացահայտումը։ Սեպտեմբերի 18-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են Mercedes Magnus-ի մի ավտոմեքենա, այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք։ Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվել։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Mercedes-ը, հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ, ընդհանուր ավելի քան 10.5 կիլոգրամ քաշով։ Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։